Բարին ընձես, Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի, Քրիստոս հարյաֆի մեռելոց։ Հասկացա, որ շատերը տեղյակ չեն կիրակի օրվա շատ խորհուրդներից։ Ինչու չենք օրինակի համար ծնկի իջնում կիրակի օրը։ Խոսքը առավել վերաբերվում է երկրպագությանը։ Շատերը հետո հարցնում էին, թե արդյոք կարելի է մեղքերի խոստովանության ժամանակ կամ Տեր ողորմիայի ժամանակ ծնկի գալ։ Դրա մասին էլ կխոսենք։ Բայց ինչու ենք կիրակի օրը կանգնած անցկացնում։ Ինչու են հայրերը արգելել, որպեսզի մենք կիրակի օրը երկրպագությունը ծնկի իջնելով անենք եւ մանավանդ արգելված է գլուխը հասցնել գետնին։ Հիմա ոչ թե պիտի բացատրեմ ըստ իմ կարծիքի, ոչ թե ես պիտի ինչ-որ բաներ հորինեմ, այլ պիտի կարդամ ձեզ համար, ընթերցեմ մեր Սուրբ վարդապետների խոսքերը։ Եվ նաև պիտի հիշեցնեմ, որ դրա մասին գրված է Սուրբ Բարսեղ կեսարացու կանոնների մեջ, որ կիրակի օրը ինքը հարության տոն է։ Կիրակի օրը ինքը ուրախության տոն է։ Կիրակի օրը մենք մեղքից ոտքի կանգնած պիտի ներկայանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առջև։ Եվ ոտքի կանգնած մեր վիճակը խորհուրդ ունի։ Ինչու է այդպես։ Դրա բացատրություն ունի նաև մեր երանելի սրբակենցաղ Վարդան վարդապետ այգեկցին։ Դրա մասին որոշում է ընդունվել նաև Նիկիայի տիեզերական Սուրբ Ժողովում, որտեղ արգելվել է կիրակի օրը երկրպագություն կատարել գետնին հասնելով, գլխով դիպչելով գետնին։ Սիրելիներ, հիմա ձեզ համար կընթերցեմ, թե ինչ է ասում այս ամենի մասին մեր սրբակենցաղ Վարդան վարդապետ այգեկցին։ Այնուհետև կխոսենք նաև մնացածի մասին։ Վարդան այգեկցին խոսում է կիրակի օրվա մասին եւ ասեմ, որ շատ խիստ։ Տեսեք ինչ է գրում։ Առավել չար է եւ աստվածային գրքերում նզովվում է նա, ով կիրակի օրը չի մեծարում եւ չի պատվում։ Աստված կդատապարտի նրան, որովհետև աստվածային գիրքը թագավորական եւ տերունական օր անվանեց այն, որովհետև Աստված նրանում սկսեց արարչագործությունը եւ նրանում ստեղծեց լույսը հրեշտակներին ու վերին երկինքը։ Նաեւ կիրակի օրը ժողովրդին հանեց Եգիպտոսից։ Եվ կիրակի օրը Բեթխեհեմում կույսից ծնվեց ինքը հոր բանը Հիսուս Քրիստոսը, եւ կիրակի օրը հարություն առավ մեռելներից եւ քանդեց դժոխքի գոյացությունը։ Կիրակի օրը նա պիտի գա երկնքի ամպերով եւ մեծ հարություն պիտի տա մեր գերեզմաններից եւ պիտի իր սիրելիների վարձքը վերջին կիրակի օրը տա, երբ լրանա 7 դարը։ Սա պիտի լինի 8-րդ դարասկզբի առավոտյան ժամին, երբ մեր Տերը հարություն առավ գերեզմանից։ Սա այն դարն է, որ այլևս չի անցնելու, այլ մնալու է անսպառ, նաև ցերեկ եւ գիշեր չի լինելու այնտեղ։ Սիրելիներ, սրա մասին մանրամասնորեն բացատրել եմ մեկ այլ քարոզում։ Հավիտենական կիրակի է կոչվում։ Այնտեղ բացատրել եմ, որ հավիտենական կիրակին մեր հավիտենական կյանքը պիտի լինի, այսինքն հավիտենական տերունական օր, որը կլինի հավերժ, այլևս չի վերջանա, եւ այդ օրը կլինի միայն Աստծունը եւ նրա ընտրյալներինը։ Շարունակենք։ Ապա հիրավի աստվածային գրքերից մեզ հրամայվեց, որ պատվենք կիրակի օրը որքան կարող ենք եւ որքան թույլ է տալիս ժամանակը։ Կիրակի օրը մարմնով հանգստանանք 6 օրվա աշխատանքից, նաև մեր հոգին հանգստացնենք խոստովանելով 6 օրվա մեղքերը։ Այդ օրը նաև գրքերով մխիթարվենք եկեղեցու դռանը, որովհետև 3 ավետարանները, որոնք ընթերցվում են կիրակի օրը, նախանշում են 3 փողերը։ Յուղաբերից ավետարանը նախանշում է առաջին փողը, երբ կենդանիներին կմահացնի, իսկ ընտրյալ արդարներին հարություն կտա եւ կդարձնի վերին Երուսաղեմի ժառանգորդներ։ Արավոտյան արձակման ավետարանը խորհրդանշում է միջին փողը, որը հարություն կտա բոլորին։ Իսկ ճաշու ավետարանը նախանշում է դատաստանը, երբ դատավորը կբազմի զարմանագործ եւ անձեռակերտ աթոռին եւ կասի Ադամի սերունդներին. եկեք կամ գնացեք եւ այլն։ Ապա իրավացի կերպով
Ով իր ծուլության պատճառով մնա տանը եւ չլսի երեք ավետարանների ձայնը, այնպիսին չի լսի փողի ձայնը։ Իսկ նա ով առողջ է մարմնով եւ կատարյալ հասակով եւ առանց մեծ պատճառի նախքան պատարագի ավարտը ճաշակում է որևէ բան, կամ էլ ծուլության պատճառով չի գնում պատարագի, նզովքներով փակված է կանոնական հրամաններով։ Դրա համար աղաչում եմ, պատվեցեք կիրակի օրը եւ փախեք նզովքներից, որոնք դրվեցին նրանց համար, ովքեր չեն պատվում այն։ Բայց դու ով եղբայր, տես գերագույն եւ հրաշափառ կիրակի օրվա պատիվն ու ահեղ լինելը, որովհետեւ հոգեշունչ գրքերը հրաման չեն տալիս ծնկի գալ այդ օրը ճակատը գետնին հասցնելով, ինչպես անում ենք 6 օրերին, այլ երկրպագել Աստծուն ոտքի վրա, մի քիչ խոնարհվելով եւ մատների ծայրը միայն գետնին հասցնելով։ Ապա տես թե նա ով առանց խտրություն դնելու մարմնի օրենքներով է գործում կիրակի օրը ինչպես մյուս օրերին, որքան նզովքներով է կապվում Աստվածաշունչ գրքում։ Որն է այն պատճառը, որով մենք ծնկի չպիտի գանք։ Ինչու ենք կանգնած երկրպագում մեր Տիրոջը։ Վարդան Այգեկցին պատասխանում է. Ծնկի չգալու պատճառն այս է. մեր հայր Ադամը չարից խաբված ընկավ անեծքների այս աշխարհը գերակատար բարձրունքներից։ Նույն օրինակով էլ մենք մեր մոր որովայնից գլխի վայր ենք ծնվում եւ ընկնում երկիր նմանվելով մեր հայր Ադամին։ Քանի որ մանուկը մոր որովայնում ոտքի վրա է, գլուխը վերևում, իսկ վերջին ամսին իրեն ստեղծող Աստծո հրամանով շրջվում է գլխի վայր։ Եվ խոնավ խավարային բանտում նրան կենդանի է պահվում թաղանթապատ։ Գլուխը որովայնի դրան մոտ է եւ ամեն օր փնտրում է ելքը։ Դրա համար Աստվածային գրքերը նզովում են նրան, ով որ այդ ժամանակահատվածում ամուսնությամբ մերձենում է իր կնոջը, որովհետև վնասակար է եւ շատ հաճախ պատահում է, որ մանուկները մահանում են։ Եվ առաջին պատճառի համար, որ Ադամը գլխի վայր ընկավ երկիր, մենք նույն խորհրդով 6 օր ծունր ենք դնում Աստծուն եւ գլուխը գետնին հասցնում։ Իսկ կիրակի օրը չենք խոնարհվում գետնին, այլ ոտքի վրա ենք երկրպագում Աստծուն, որովհետև Քրիստոս հարություն առավ մեռելներից կիրակի օրը եւ մեզ ոտքի հանեց մեղքերի կործանումից եւ կռապաշտության կորստից, նրան փառք այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Ահա սիրելիներ, դուք արդեն գիտեք, թե ինչպես պիտի մենք երկրպագություն կատարենք կիրակի օրը, բայց ցավոք սրտի եկեղեցիներում տեսնում ենք, որ ով երբ ուզում ծնկի է գալիս, ով ինչ ուզում անում է, կոպիտ ասած, հրեշտակայինն են երգում ծնկի են գալիս։ Եթե ինչ-որ մեկի սիրտը տալիս է, որ պիտի ինք այդ պահին գետնին, այսպես ասած, գլուխը դնի, պատարագի կես այդպես կարող է անցկացնել։ Մարդիկ կան, որ ատյանում նստում են անգամ, մեջքով խորանին շրջված։ Եվ այս ամենը ոմանց համար փոքրիկ ինչ-որ բաներ են, աննշան բաներ են, բայց Աստծո տան մեջ աննշան բաներ չկա։ Գիտեք մենք ինչու չենք պահում Աստծո տան կարգ ու կանոնը, դա մեր սիրո պակասն է, որովհետև մենք քիչ ենք սիրում կամ չենք սիրում մեր Աստծուն եւ նրա տունը։ Մենք սիրում ենք մեր կոմֆորտը։ Մենք ուղղակի շատերս եկեղեցում մեզ լավ ենք զգում։ Ասում են, չէ, եկեղեցում այնքան լավ եմ ինձ զգում։ Սա է պատճառը, որ շատ շատերը, այսպես ասած, այդ կոմֆորտը, որ ունեն, ինչպես իրենք են ուզում, այդ պատճառով եկեղեցում իրենց լավ են զգում, բայց ենթարկվել եկեղեցու կարգ ու կանոնին, սա արդեն սիրո հարց է, որ արդյոք ես ինքնակամ կարող եմ եկեղեցում ինչ-որ բաներ անել։ Մի վանական անունը չեմ տա, մի այսպիսի գեղեցիկ խորհուրդ է տվել, որ բողոքականությունը, աղանդավորությունը սկսում է այնտեղից, որտեղ կա ինքնակամություն եւ եկեղեցու կարգ ու կանոնից հեռացում։ Այսինքն, եթե եկեղեցուն որոշվել է մի բան այսպես, բայց մարդը որոշում է, չէ, չեմ հետևի, իմ ուզածով կանեմ, այդտեղից սկիզբ է առնում աղանդավորությունը, որովհետեւ աղանդավորներն են այդպես անում։ Ցավոք սրտի, սովետի ժամանակաշրջանից հետո շատ բաների մեջ մենք թերի ենք։ Մենք բոլորս դա գիտենք, որ ծանր ժամանակաշրջաններ ենք ունեցել, հոգևորականության պակաս ենք ունեցել եւ ունենք, եւ շատ բաներ ժողովրդին դեռևս չի հասել։
Բայց դա պատճառ չէ, որ բերաններս ջուր առնենք եւ մտածենք, որ եթե ինչ-որ մի բան սխալ է գնում, թող այդպես էլ գնա։ Չէ, ժողովուրդը թող ուղղվի։ Ինչու մենք պիտի մտածենք, որ նրանք, ովքեր սխալ են անում, պիտի իրենց սխալի մեջ մնան։ Միթե մենք ճշմարտությունը իմանալով չենք դառնա դրա պատասխանատու, որովհետև շատերը գիտեն, որ կիրակի օրը չի կարելի ծնկի գալ։ Հարց է առաջանում. մեղաների ժամանակ կարելի է թե ոչ։ Հարցի հստակ պատասխանը չունեմ։ Ուղիղ ասում եմ, ես ամենագետը չեմ։ Ես որքան փնտրեցի, չգտա որևէ մեկի մոտ նշված, որ մեղաների ժամանակ պետք է ծնկի իջնել կամ ուղիղ օրինակի համար արգելք լինի, հա, ես միայն կարդացել եմ այն, որ տիեզերական ժողովում ընդունվել է, որ ծնկի չեն գալիս կիրակի օրը, Բարսեղ կեսարացու կանոնի մեջ 91-րդ կետում է նշված եւ Վարդան Այգեկցին է բացատրում։ Այլ հայրեր էլ կան, որ խոսում են, որ կիրակի օրը դա տերունական օր է եւ չպիտի ծնկի գանք։ Բայց հանկարծ չմտածեք, թե եթե մենք այսպես ոտքի կանգնած ենք ու հպարտկեցվածք ունենք, ապաշխարություն չունենք մեր մեջ, խոնար հոգի չունենք, սիրտ չունենք, այդ կանգնած վիճակը մեզ ինչ-որ մի լավ բան է տալու։ Հա որ գնամ եկեղեցում այսպես ինձանից գոհ ու շնորհակալ ինքս ինձ կանգնեմ, որ ես եկել եմ եկեղեցի եւ կանգնած եմ։ Ոչ, միևնույն է, մենք պիտի որդիական այդ փշրված սրտով գանք, հա, որ 6 օր մենք մեղքերի մեջ այսպես ծնկի եկած, թեկուս տանը ժամերգություններին չենք մասնակցում, չենք կարողանում տանը։ Իմ սենյակում ես կարող եմ ծնկի գալ, երկրպագել Աստծուն, գլուխս գետնին կպցնել եւ ներողություն խնդրել։ Կիրակի օրն էլ գալ, թեկուս կանգնած լինեմ, մեղքերի թողությունը ստանամ, բայց անարակ որդու այդ վերադարձը լինի, հա, ամեն անգամ, որ Տեր Աստված, այո, ես քո առջև մեղավոր եմ, բայց հավատում եմ կիրակի օրվա խորհրդին։ Հավատում եմ, որ դու ինձ մեղքերի այդ խորխորատից հանել ես եւ ոտքի ես կանգնեցնում։ Ես հավատում եմ, որ այս կանգնածս վիճակը ոչ թե նրա համար է, որ ես ինձ լավ զգամ, հպարտանամ, ուրիշները ծնկի եկան, ես կանոնը գիտեմ, փարիսեցիություն կլինի։ Ընդհակառակը, ինչպես ժողովրդի մեջ տարածվել է, որ ով ինչպես կուզի, երբ ուզի անի, այդպես պիտի կամաց տարածենք, որ ոչ, սխալ է դա։ Եկեղեցին ունի կարգ ու կանոն։ Մենք պիտի հետևենք կարգ ու կանոնին եկեղեցում։ Մենք աղանդավորներ չենք, մենք բողոքականներ չենք, մենք չենք կարող ինչ ուզում ենք անել։ Կանանց ասված է գլուխդ փակ, կանգնիր, Սուրբ Պողոս Առաքյալն է ասում։ Կինը որքան պիտի, չգիտեմ, երկյուղ չունենա, որ ասի ես իմ գլուխը չեմ փակում։ Ձեզ ասված է, որ այսպես, ասված է այնպես, ուրեմն մենք պիտի բոլորս այդպես անենք, որովհետև մեր մայրն է այդպես պատվիրում։ Սուրբ գրքում, առակած գրքում գրված է. լսիր հորդ խրատը եւ մի մերժիր մորդ պատվիրանները։ Հայրը Սուրբ Գրիգոր Տաթևացու Աստված է, իսկ մայրը եկեղեցին։ Եթե մենք եկեղեցուն չենք ենթարկվում, մենք աղանդավորական ոգի ունենք։ Եթե ես իմ շատ սիրելի հավատակից եղբայրներ քույրեր, եթե գալիս ենք եկեղեցի, ես եկա եկեղեցի եւ իմ ուզածի պես եմ շարժվում, ինչպես իմ սիրտն է ուզում, ուրեմն իմ սիրտը լցված է սխալ ոգով, աղանդավորական ինչ-որ բաներով։ Հնարավոր է իմանալ այն ամենը, ինչ որ պետք է եկեղեցում, լռություն, կարգապահություն եւ այլն եւ այլն։ Այսօր սրա մասին խոսեցի, հետո այլ բան կբացատրեմ։ Իսկ թե մեղաների ժամանակ եւ Տեր ողորմիայի ժամանակ ինչ անեք, դա արդեն թող ձեր հոգեվորականները ձեզ ասեն, որովհետեւ ես պատասխանատվություն չեմ կրում, թե եկեղեցում ով ինչ է անում։ Ես իմ իմացածով կիսվում եմ, ընդհանրապես կիսվում եմ, որպեսզի իմանաք եւ անտեղի տեղը չլինի այնպես, որ մեր հայրերի խոսքը, Աստվածաշունչ Մատյանի խոսքը, մեր Սուրբ հայրերի գրած Սուրբ Հոգու հայտնությամբ այդ ամեն ինչը, որ դրվել է եկեղեցում, ասվել է,
հանկարծ ձեր կողմից չարհամարվի, որովհետև ըստ մեր եկեղեցու մեծագույն վարդապետներից մեկի ասացի, Վարդան այգեկցու ասացի, մարդիկ կարող են այդ պատճառով, այսինքն եկեղեցու ամեն ինչը արհամարելու պատճառով նզովքի արժանանալ։ Դրա համար գոնե երկրպագությունը կատարեք կանգնած, ամեն մեկը ձեր ուզածով մի արեք, ոնց որ կարգն է այդպես արեք, ինչպես Վարդան այգեկցին ասաց, որ փոքր ինչ խոնարհվելով մատներով կպչում ենք գետնին, հետո կանգնեցինք, խաչակնկվեցինք, փառք տվեցինք Աստծուն։ Ոչ թե հարության օրը նմանեցնենք մյուս օրերին, սիրելիներ, որ տարբերություն չլինի, հա, ոնց որ մյուս օրերն է, այդ օրն էլ գանք, այսպես կանգնենք, նույն բաները անենք, գնանք։ Պիտի կիրակի օրը տարբերվի, պիտի կիրակի օրը մեզ համար ուրախոր լինի։ Այո, մեղավոր ենք, ապաշխարում ենք, խոստովանում ենք, բայց տոն է Քրիստոս հարյավ իմերելոց։